Գյումրեցի դերձակի ընտանիքում է ծնվել ապագա կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը։ Նրա մայրը տնային տնտեսուհի է եղել, որը հրաշալի ձայն է ունեցել։ Տարիներ անց կոմպոզիտորը պատմել է, որ մոր երգած օրորոցայինները միշտ հնչում էին իր ականջներում, իսկ այդ երգերով մեծացած երեխան պարզապես չէր կարող երաժիշտ չդառնալ։ Այս տարի լրանում է հայ երաժշտական արվեստի երախտավոր կոմպոզիտոր, մանկավարժ, ազգային նվագարանների ջատագով ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այդ առիթով հոբելյանական համերգ էր կազմակերպել։ Ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Նորայր Դավթյանը Խաչատուր Ավետիսյանի հետ երկար տարիներ աշխատել է կոնսերվատորիայում, պատմում է. նա պարզ անմիջական հումորով անձնավորություն էր, այն կոմպոզիտորներից, որոնցից միշտ սովորելու բան ունեիր։ Նրա նրբազգացողությունը, խորը երաժշտական գիտելիքները, պրոֆեսիոնալիզմը այնքան երևացող էր, ցայտուն էր, որ հնարավոր չէր դա չնկատել։ Ես հիմա էլ որ փորձ եմ անում պետական օրկեստրի հետ, ես մի պահ ինձ հարց եմ տալիս, ինչպես կվարվեր այս պահին Խաչատուր Ավետիսյանը։ Եվ օգնության է դա գալիս ինձ, հասկանում ես այդ։ Քանի որ շփվել եմ, շատ լավ ճանաչելով իրեն, հրաշալի պատկերացնում եմ, թե ինքը ինչ խորհուրդ կտար ինձ այդ պահին։ Ինքը որ երևում էր միջանցքում, մենք դասախոսներով ձգվում էինք ուսանողների պես։ Այդպիսի պատկառանք էր ինքը ներշնչում բոլորիս մոտ։ Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը Խաչատուր Ավետիսյանի մոտ ուսանել է ասպիրանտուրայի տարիներին։ Երաժիշտը ակնածանքով է խոսում կոմպոզիտորի մասին։ Նրա ամեն մի հնչյունը կարծես դուդուկից ծնված էր, եւ ժողովրդական երաժշտությունը, ժողովրդական գործիքները նրա զգացողության մեջ յուրովի էին, եւ նա գիտեր եւ զգում էր եւ արտակարգ ճանաչում էր հայկական ժողովրդական գործիքները, որտեվ ամեն գործիք, երբ նվագում է նրա ստեղծագործությունը, նրա կատարողին թվում է, թե իր համար է հատուկ գրվել։ Ուներ Գյումրվա այդ ազգային շունչը, երաժշտականությունը, նպատակասլաց մարդ, բարի մարդ, ում մասին կարելի է անվերջ խոսել եւ համոզված եմ, որ տարիներ հետո իր մասին ավելի շատ են խոսելու, որովհետեւ նա այն կոմպոզիտորներից, այն երաժիշտներից, ում արվեստը մնայուն է ազգային, հավերժ եւ համամարտկային։ Մանկությունը Գյումրիում անցկացրած Խաչատուրը դեռ վաղ տարիքից նվանգում էր թե թար ու քամանչա, թե ջութակ ու դաշնամուր։ Տարիներ անց նա պետք է պատմեր, որ Գյումրվա մեղեդային միջավայրն է ձևավորել իր աշխարհայացքը ու այնտեղ է դրվել իր ստեղծագործությունների հիմքը։ Սակայն նրա կյանքում շրջադարձային է եղել ծանոթությունը կանոնի հետ։ Այդ նվագարանը մեկ ընդմիշտ գերեց նրան ոչ միայն որպես կատարող երաժշտի, այլ որպես կոմպոզիտորի։ Նրա ուսանողները հիշում են Խաչատուր Ավետիսյանը երիտասարդ կոմպոզիտորներին ասում էր. եթե տաղանդ ունեք ու գրում եք, հողից մի կտրվեք։ Դրանով է պայմանավորված, որ նրա գրած երգերն այդքան մոտ ու հարազատ են ժողովրդին։ Իհարկե երգերը բոլորը սիրված են։ Միգուցե ավելի վաղ տարիքում առանց իմանալու կոմպոզիտորի անունը եւ թե ով է հեղինակը, մենք բոլորս երգել ենք, բոլորս լսել ենք այս երգերը, իսկ հիմա արդեն պատշաճ տեղեկացված լինելով շատ մեծ պատիվ է, որ ներկա են գտնվում Խաչատուր Ավետիսյան 100-ամյակին նվիրված այս գեղեցիկ համերգին, ու ես էլ երգում եմ իմ շատ սիրելի երգերից մեկը, որը կատարել է եւ ավելի հայտնի է դառել Էռնա Յուզբաշյանի կատարմամբ։ Ախ երբ լուսնի շողերն իջան իմ մազերի մեջ։ Ամենամեղեդային կոմպոզիտորն է իմ համար եւ բոլոր երգերը մի տեսակ միանման գիծ ունեն, բայց նաեւ բոլոր երգերը տարբերում են իրարից շատ հայկական են եւ իզուր չի որ ժողովրդի մեջ ընդունված է որպես
ժողովրդական երգեր, որտեղ այդքան իրանք հայկական են։ Իմ երգարվեստի մեջ մի շատ կարևոր փուլ սկսվել է Խաչատուր Ավետիսյանի երգերով, հատկապես Մախմուր աղջիկ երգով եւ շարունակաբար Ծաղկած բալենի, եւ իսկապես ես նրա երգերի միջոցով հանդիպել եմ իմ իսկական հայ Խաչատուր Ավետիսյանի երաժշտական ժառանգությունը հայ մշակույթի անքակտելի մասն է։ Նա կարողացավ ազգային նվագարաններին նոր շունչ ու ակադեմիական փայլ հաղորդել, ապահովելով դրանց կայուն տեղը համաշխարհային բեմերում։ Արմինե Գևորգյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։